Ադրբեջանական կողմը ընդունում է, որ մեր սահմանի որոշ հատվածներում ադրբեջանցի զինվորը գտնվում է հայկական տարածքի վրա։ Այո։ Այսինքն մարդիկ գիտեն իրողությունները, այնպես չի, որ աչք են փակում իրողությունների վրա, բայց քանի որ նաև կա դրա պատասխանը, որ կան տարածքներ նաև ադրբեջանական, որոնք գտնվում են Հայաստանի հսկողության տակ, թեև նրանք շատ ավելի փոքր տարածքներ են, բայց քանի որ այդ հարցերը կան առանց սահմանազատման գործընթացի, դրանք լուծում չեն կարող այսօր ստանալ։ Մենք իհարկե կուզենայինք, որ լիներ ավելի կառուցողական վերաբերմունք, որպեսզի գոնե այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցել 2022 թվականի սեպտեմբերին, ունենային լուծում դեռ մինչև սահմանազատումը, բայց հաշվի առնելով հարցի ամբողջ պատմությունը եւ հաշվի առնելով այն առճակատումը, որը գոյություն ուներ 22-23 թվականներին, երևի առանց սահմանազատման այդ հարցի լուծումը իրատեսական չէ։ Չեմ կասկածում, որ գերիների խնդիրը նույնպես արծարծվել է ձեր հանդիպման։ Բնականաբար եւ այստեղ մոտավորապես նույն վերաբերմունքը կա, ինչ սահմանադրության հանդակվեին, կա արդեն պաշտոնապես արտահայտված դիրքորոշում եւ այդ դիրքորոշումը դժվար թե փոփոխության ենթարկվի մինչև խորհրդարանական ընտրությունները։ Եթե խորհրդարանական ընտրությունները կլինեն ազդակ, որ գործընթացը անշրջելի է, կարող են լինել որոշ քայլեր, թեև ես մի փոքր հույս ունեմ, որ Ադրբեջանում պահվող եւ դատապարտված անձանց նկատմամբ ինչ որ տեղաշարժ կլինի վաղը, երբ կայանալու է խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը։ Այդ ճիշտ հանգամանք է այս դեպքում։ Կար որոշակի ոգևորություն Վենսի այցի ժամանակ Ադրբեջան։ Այո, եւ կան, ես կասեի, բացի ոգևորությունից նաև որոշ անառողջ զարգացումներ, որոնց պետք է եւ փորձագետները եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորինս շատ ուշադրություն դարձնեն, այսինքն եւ Հայաստանում է դա զգացվում եւ Ադրբեջանում առավել եւս ներկայացնել Վենսի այցը որպես հենց իրենց երկրի կամ միայն իրենց երկրի համար այդպես դրական փոփոխություն եւ քայլ, որ Վենսը եկել էր, ասենք ադրբեջանական նարատիվը գնում հասկանալի է։ Ադրբեջանում հետեւյալ նարատիվն է, որ Վենսը առաջին հերթին եկել է Ադրբեջանի համար, դա ձեռքի հետ նաեւ մտել է Հայաստան, որպեսզի նաեւ աջակցի Նիկոլ Փաշինյանին, ընտրություններից առաջ, բայց հիմնական ծրագրերը եւ հիմնական հետաքրությունը դեռ դա հիմնականում Ադրբեջանի նկատմամբ է։ Մոտավորապես նման բաներ մենք տեսնում եւ լսում ենք։ Մեզ մոտ ես կարծում եմ դա լուրջ չէ։ Եկեք իրատես լինենք եւ հասկանանք, որ ամեն երկու երկրների նկատմամբ էլ կա հետաքրություն, բայց այդ հետաքրությունը կարող էր բավարարվել ԱՄՆ-ի առանց փոխնախագահի այցի։ Քանի որ այն հարցերը, որոնց մասին գնում էին խոսակցությունները, կարելի է ավելի ցածր մակարդակով լուծել, պայմանավորվել եւ գնալ առաջ։ Եվ ես առաջին հերթին Վենսի այցը գնահատում եմ որպես ուղերձ, որ կան ծրագրեր, որոնք մեզ հետաքրում են ձեր երկրներում, բայց այդ ծրագրերը կիրականացվեն այն դեպքում, եթե դուք հետևողականորեն գնաք հարաբերությունների նորմալացման ճանապարհով։ Այսինքն Վաշինգտոնը նույն հեռավորությունն է պահպանում եւ Բաքվի եւ Երևանի։ Եվ այո, եւ մոտիկությունը եւ հեռավորությունը, այո, այսինքն եւ ցույց է տալիս, որ փոխկապակցված են անմիջապես, հա, այն բոլոր զարգացման ծրագրերը, որոնք օրակարգում են, փոխկապակցված են խաղաղության օրակարգի հետ։ Եվ դա կարևորը շատ կարևոր է։ Եվ հենց դրա կարծում եմ վրա պետք է շեշտը դնել, այլ ոչ թե ում է ԱՄՆ-ն ավելի շատ սիրում։ Այդ ձեր ասացի հանդեպ կա մի շատ վտանգավոր մոտեցում,
որ խաղաղության օրակարգը ուղիղ թույլ տվեք այդ բառը օգտագործել պատանդն է թրիփի նախագծի կլինի նա կլինի այդ օրակարգը չի լինի նաև օրակարգ Ну կա այո այդպիսի բան քանի որ մեղրի այդ հատվածի երկաթուղու հատվածի մասը դա ինչ որտեղ ինդիկատոր է արդյոք կողմերը լուրջ են տրամադրված ընդհանրապես հարաբերությունների նորմալացման համար այստեղ Ադրբեջանը ունի համոզվելու բան որ Հայաստանը իրոք կկատարի անհրաժեշտ աշխատանքները եւ հնարավորինս արագ այդ ճանապարհը կշահագործվի Հայաստանն էլ ունի այստեղ շատ հստակ հարց մտադրությունների առումով արդյոք մեղրիով Նախճիվան ճանապարհը կառուցելուց հետո այն կշարունակվի Հայաստանի տարածքով Առանց այդ որոշման ես կարծում եմ մենք էլ հիմքեր ունենք կասկածելու անկեղծության մեջ, որ հաղորդակցությունների ապաշրջապակումը դա լայն սկզբունք է, այլ ոչ թե փոքր հարցի լուծում Ադրբեջանը միացնել Նախճիվանի էքսկլավի հետ։ Այսինքն ադրբեջանցիները չեն էլ թաքցնում, որ հետաքրքրված են մեր ներքաղաքական գործընթացներով։ Միանշանակ համարում են այո, որ այն օրակարգը երկկողմանի հարաբերությունների, որը հիմա կա եւ նույնիսկ արձանագրված է նախաստորագրված փաստաթղթում, որ դրա կատարումը այդ օրակարգի կապում են ընտրությունների արդյունքների հետ։ Ներքաղաքական խմորումներ կան նաև Ադրբեջանում, ես չգիտեմ դրանք ինչքանով են իրական եւ անիրական։ Այդպիսի հարցեր շոշափվում են, օրինակ իշխանությունը զավթելու Նայած ինչ նկատի ունեք ռուսական հետ կա այդ ամենում շոշափվել են իհարկե վտանգները, որոնք կարող են լինել դրսից, առաջին հերթին Ադրբեջանի պարագայում Ռուսաստանից եւ Իրանից քննարկվել է նաև այն, որ ադրբեջանական հասարակությունում շարունակում են մնալ այնպիսի հատվածներ, որոնք այդքան էլ ողջավորությամբ չեն ընդունում այս գործընթացը եւ կարելի է երևի նաև վերլուծելով լրատվամիջոցները Ադրբեջանի բաժանել հասարակությունը 3 խմբի։ Մեկ խումբը համարում է, որ ռևանշը դեռ չի կայացել Ադրբեջանի կողմից, որ դեռ հարցեր ունեն լուծելու Հայաստանի հետ եւ կա խումբ, որը ասում է, որ հայերի հետ պարզապես պետք չի գործ ունենալ, ինչին հասել ենք, հիմա պետքա պատ կառուցել եւ փոսփորել, որտեղ պետք է կողորտիլոսները ուրեմն ցանկացած կապերը բացառեն, հա, երկու երկրների միջև եւ կան մարդիկ, որոնք համարում են, որ կարելի է ժամանակի հետ դառնալ նորմալ հարևաններ։ Այդ 3 սեգմենտների մեջ հիմա գնում է այդպես քողարկված պայքար կամ բանավեճ եւ կոնկրետ եւ պրակտիկ գործեր են պետք, որպեսզի այն սեգմենտը, որը կողմնակից է հարաբերությունների նորմալացման, դառնա ավելի մեծ։ Եվ այս կապերը, այս հանդիպումները նաև դրա համար են։ Այստեղ կա մի բացառություն, որ այդ 3 սեգմենտները կառավարում է վերջում մեկ ուղեղ։ Ես կասեի, որ մեկ ուղեղ սպասարկում է բոլոր 3 սեգմենտները։ Այսինքն այդ մեկ ուղեղը չի ցանկանում, որպեսզի իրեն անցալեն որպես ընդամենը մեկ սեգմենտի առաջատար։ Քանի որքան էլ մենք խոսենք Ադրբեջանում ժողովրդավարության ցածր մակարդակի մասին, Ադրբեջանի ղեկավարությունը միշտ կարևորել է հասարակական կարծիքը, քանի որ այդ միահայծան կամ ավտորիտար կառավարումը հենվում է նաև ժողովրդի կողմից աջակցության վրա։ Թեև համապատասխան ինստիտուտներ, մեխանիզմներ, ընթացակարգեր, որոնք բնութագրում են ժողովրդավարությունը չկան կամ շատ թույլ են զարգացած, բայց ամեն դեպքում հասարակական կարծիքը կարևորագույն դեր ունի նաև այնտեղի որոշումների կայացման վրա։ Միանգամից ասեմ, ինչ չէր քննարկել, երևի հայկական լրատվամիջոցներում էլ այդ թեմաները կան գոնե սոցիալական ցանցերում, դա ընտանիքի ներսում Ալիևի եղած
խնդիրներն են կապված որդու եւ իր ամուսնության հետ, այդպիսի հարցեր չեն քննարկել, միանգամից ասեմ։